հանձնաժողովին արտադրում փոխել այս մատիչկաները։ Սովորաբար Անեն զավեշտոյի կատարում հանձնաժողովի զուսների բանիկում միշտ ես նույն սեղանասեղով ես կողմում նստել է արմետի կողմը, մյուս կողմում Ես դրա համար մեզ այդպիսի բաներով չենք նորից կերպում ես նախ մուտքի ձևը ես հարց տվեցի արդյոք հալեկորական արդյոք իշխանական այսպիսի էլիտան նույն ձևով նույնականացվելով բայց այստեղ խնդիրը ոչ թե նստելու հետ է կապված շատ իրավական ձեզ ստիպեցին նախորդ դասել, այստեղ ողնազգաններ կան, որոնք անգամ խնդիրը, տեսովա անգամ խնդիրը իրանց այստեղ ֆիլմերը, հիմա այդ պարագայում միգուցե հոգեբանական ճնշումների, միգուցե չերել, չէ, բայց ճիշտ հստակեցնենք Լիրոն ջան, վարույցը հետևյալի վերաբերել է։ Ռոմանոս Պետրոսյանը վարույցի մասնակիցի ձևով բացատրել։ Ժամանակավոր կառավարիչ են նշանակել, կարող է գնա իրականացնել ժամանակավոր կառավարչի գործողությունները։ Իրավաչափ թե ոչ իրավաչափ, դա լեզվակերպ է։ Հիմա ժամանակավոր կառավարչից բացի կարող է միգրացիոն տեղակայել, վարույցը վերաբերվում է բոլոր Էցի անունից Ռոմանոս Պետրոսյանը չորսարտնոված նորը վերիավորություն վարույցի շրջանակներում ներկայացնել լիցենզավորված անձի լիավորությունները չունի, որպես հրավիրված անձ կընտրել կարա մասնակցի, ոչ մի հանձնաժողովն է որոշում, որպես ինչ է ուզում մասնակցի, չի ուզում մասնակցի, վարչական վարույց է, հանձնաժողովը իրավունք ունի Նաև պարտականություն ունի, վկայել կանչել, լսել, հարցաքննել, մենք մասնակցենք այդ հարցաքննության գործընթացին, հասկանանք այդ հաստատական տվյալների ինչի հիման վրա նախագիծ մշակվել եւ նոր դրանից հետո արդեն կասենք քննարկության։ Դա է հաստատական չէ, որովհետեւ սա ելնում ենք այն կարգավիճակից, որ ոչ թե քանի հակառակը չի արտադրել, որ ոչ թե ձևական վարույց է, որ եկել ենք ուղղակի նստենք վերկենան գնանք, այլ իրականությունը հաղթություն կա իրականացնել վարչական վարույց, Հայաստանի Հանրապետության կառավարությունները, հասարակական կազմակերպությունները, ՀԾԿ-ի անդամները հնարավորություն ունենան օբյեկտիվ ամբողջական քննության առարկա դարձնել համապատասխան խնդիրը գնահատել։ Արդյոք առկա են համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու հիմքեր, թե ոչ։ Ուրեմն լիցենզիայի դեպքում ցանկացած Այդ պատասխանատվության միջոց հիմա ըստ էության, եթե խնդիրը կայանում է նրանում, որ ժամանակավոր կառավարչին հարցնենք, արդյոք կողմ է չդեմ է լիցենզիայի ժամանակավոր կառավարիչը ունենալով լիազորություններ, լիազորությունները ասի համաձայն եմ կամ համաձայն չեմ, կարեն վարույց անեն, կարեն ուղղակի գրավոր ուղարկեին նախագիծը, գրել ասել համաձայն եմ, ու ավարտել։ Եթե անում են լսումներ եւ իրականացում է վարույց, իսկ դա օրենքի պահանջ է, որպեսզի իրականացնեն լսումներ եւ արվի վարույց, ենթադրվում է, որ Շահագյուր Գևորգյանը պետք է մասնակցեն վարույցին, մասնակցեն լիարժեք, այսինքն ոչ թե մենք այստեղ ձեռի հետ ենք ներկա կամ ոչ ձեռի հետ ենք ներկա, այլ համապատասխանաբար հաշվի տեխնիկական պայմանները, մեկ, երկու, երեք, եթե 4 տեղ է, ուրեմն 4 տեղ ներկա լինենք, մնացածը դահլիճում էլի ներկա կլինեն, դիսպորոշում կհայտնեն։ Բայց պարոն Օրբելյան, Շահագյուր անձը նաև Ռոմանոս Պետրոսյանը քաղաքական իրադարձություններով պայմանավորված եկեղեցու աջակցության մասին հայտարարությունից հետո է սկիզբ առել այս գործընթացները եւ կներեք հրապարակային են եղել վարչապետի հայտարարությունները եւ գրառումները եւ հանձնարարությունները իրավապահների
Երեք մասի բաժանեմ, նայեք, բերեք երեք մասի բաժանեմ ձեր հարցը փորձենք պատասխաններով գտնել։ Գոյություն ունի վարչական, վարույթի և ցանկացած դատավարական գործընթացի իրավական շահագրգռվածություն։ Իրավական շահագրգռվածությունը այս դեպքում դա գլոբալ հեծն է, այսինքն եթե շատ գլոբալ ենք քայլում, հեծն է, հեծի անունից հանդես գալու իրավունք տրված է դեպքերին, որովհետև այս պահին հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները, որը հիմա սահմանադրական դատարանում քննարկվում է, ըստ էության առաջացել են որոշակի խնդիրներ։ Ռոմանոս Պետրոսյանը իրան շահագրգիռ է համարում, իրան հետաքրքիր է արդյունքը, հետաքրքիր չի արդյունքը, դրանից կախված իր կարիերան կզարգանա, դրանից կախված իր կարիերան չի զարգանա։ Դրա արդյունքներով ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության, քաղաքացիական պատասխանատվության, թե չի ենթարկվի քաղաքացիական քրեական պատասխանատվության։ Իրեն չի դարձնում սույն վարույթի շրջանակներում շահագրգիռ է։ Լավագույն սցենարի դեպքում, որը կրկին բավականին պրոբլեմատիկ է, ինքը կարող ունենա վկայի կարգավիճակ։ Լավագույն սցենարի դեպքում եմ ասում, վկայի կարգավիճակ սեղանի մոտ ոչ մի վկա ոնց որ նստած չի։ Համապատասխանաբար խնդիրը ես ուզում եմ իրարից տարանջատենք։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի շահագրգիռ արդյունքներով, որպեսզի ինքը վաղը չվճարի բազմամիլիոնանոց գումար իր գրպանից քաղաքական ցանկություններ իրականացնելու համար։ Հա, որովհետև կա համապատասխան գործընթաց, որին արդեն կա միջանկյալ որոշում, որը արդեն պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, որի չկատարման արդյունքում վնասի հատուցման փուլին հասնելու դեպքում պատասխանատվությունը լինելու է էապես ավելի բարձր, քան եթե միջանկյալ որոշումները կատարվեն, վնասները, ասենք ասենք, վնասների ծավալը կարելի է սահմանափակել, այս պահի դրությամբ վնասները Աշուն և ներդրողով ուղղակի դրանց ծավալները կարող զգալիորեն պակաս լինի, քան եթե չարունակվի գործընթացը։ Հետևաբար, ավարտեմ հետո դուք հարցրեք, հետևաբար նորից վերադառնալով հարցին։ Դա չի նշանակում, որ այդ բոլորը պետք է կանգնեցնել և սեղանի մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասարակական կազմակերպությունների միջոցով ներկայացված են, ծնողների միջոցով ներկայացված են և կարող են մասնակցել։ Խնդրեմ, եթե ուրիշ հարցեր ունեք,